Ես հասկացա, բայց դե ձենը մենակ պատճառ չպետք չէ հանդիսանա, որ դպրոցում դաս ես անում, չէ դե ձենը ձայնի չլինելը պատճառ չի էլի համենայն դեպս, որովհետև չգիտեմ, դպրոցում էլ եթե բան ենք սովորում, երկրաչափություն, մաթեմ, ֆիզիկա, ավելի բարդ բաներ, որոնք կապ ունեն կոնկրետ սահմանումների հետ, բանի հետ, ու այդ դասատուի ձայնը չի լսվում միշտ։ Չէ, դպրոցում կես ժամ 40 րոպե խոսում է դրա մասին ու վերջ, մնացածը արդեն տանը ինքնուրույն անում եք։ Լավ երեխեք, չգիտեմ, ժամանակ շատ քիչ եք տրամադրում, շատ, անկեղծ, ահա որ քիչ եք տրամադրում։ Կա, չգիտեմ, չորեքշաբթի օրը վերջի դասը անում ենք, այնտեղ հինշաբթի, ուրբաթ, շաբաթ, մեկ է կիրակի ժամը 6-ից հետո հիշում, որ տնային ունենք, գալի նստում գրում ենք։ Տես չի լինի, բնականաբար 3-4 օր հետո ինձ մի բան ասեն, ես չեմ հիշի 3-4 օր հետո, կամ պտի դնեմ մի սաղ, որ 0-ից տանջվեմ անեմ, կամ էլ եթե նույն օրը եմ անում, գոնե այդ օրը կանեմ կտպավորվի մեջս։ Եվ չգիտեմ արդեն քանի տնային եք բարդ մնացել, բայց ասած կուտակվելով հաստատ լավ բանի չենք հասնի։ Հիմա մի քանի դաս հետո սկսելու ենք ընդհանուր landing page-էր հավաքենք։ Այդ page-երը հավաքելու համար դա սովորական edge-ն է, որ ասենք չգիտեմ, մի հատ scroll-ով edge ենք հավաքելու, կոնկրետ իրա վերևի header-ով, իրա body-ով, հա, մեջի այդ հատվածով, ու լնելու է իրա footer-ը, ամենատակի ներքևի հատվածը։ Այդ ամեն ինչը սաղ ստրուկտուրայի ճիշտ գծում է, ճիշտ կառավարում, ճիշտ տեղադրում ու այդ խնդիրները կարողանալ ճիշտ անել, CSS-ական ճիշտ լուծումներ, HTML-ի մեջ ճիշտ ստրուկտուրայի դրվածք ու գրվածք։ Այդ ամեն ինչը եթե չպահպանվեց, ոչ մի բան չի լինելու։ Եթե գաղափար չկա input-ի մասին, եթե գաղափար չկա, չգիտեմ, այնտեղ, հա, OLE-երի, ցուցակների մասին, եթե գաղափար չկա flex-ի մասին, եթե չգիտենք ոնց աշխատենք CSS հարթակում, մենք չենք կարողանալու այդ ամեն ինչը անենք։ Ով որ տնային է ուղարկել, ապրեք, ով չէ կուղարկի, նոր կասեմ։ Ուրեմն տնայինները ուղարկած երեխեքի մասով ասեմ, որ Էրո ջան, Վրեժ ջան, դուք որ ուղարկել եք տնայինները, ըրեք, տեսեք, այս ամենավերևի input-ը, type-ը հաստատ number եք դրել, ես տենց բաները, ձեր կոդերը, հա, հեսա լավ ուղարկած է, ուրեմն հաստատ վերևի input-ը դրած է number, հա, բայց ինքը number չի, եթե input-ի placeholder-ը խոսում է նրա մասին, որ ասում աստեղ դրեք իր first name-ը կամ last name-ը, այդ դեպքում չի կարա այդ input-ի type-ը լինի number, ուրեմն input-ի type-ը պետք է լինի text։ Մենակ այդ մի բանն էր, որ երկուսիդ մոտ էլ այդ նույնն էր, անա իմ մոտ թերություն չկա, սա նորմալ է, ընտիր։ Հայրամ ջան, դուք տնային այսօր կուղարկեք նայեմ։ Լավ, այդ առանձին արդեն բանով WhatsApp-ով կխոսանք, կհասկանանք, ինչը չի ստացվել, այդ մասը կուղենք, այդ մի կտորը հեչ, ընդհանուր կարևորը ստացվել է մնացած են ցուցակները, ռադիոները, չգիտեմ, եթե input-ների հետ ինչ-որ մի մասով
CSS-ական այս կոմենտում նորմալ չի գնում ինչ-որ կենտրոնական հատված, կարա միտող կոդի պատմություն լինի, էլի, կհասկանանք արդեն ինչ կանանք, որ կդզվի, կամ որտեղ է թերացումը, այդ մասով առաջ կգնանք։ Ճաղ մի փոքր նյուանս լինի, ասեմ, ասեք հավայ ճիշտ է ու всё, այդքանով վերջանա այդ հարցը։ Հասկանաս, ռզայլը դժտիկ ուր է։ Երեխեք ջան, հարցեր կա input-ի, select-ի, button-ի, text area-ի ու այդ ընդհանրապես նախորդ դասի վերաբերյալ։ Եթե հարցեր կա, ասեք այդ հարցերին էլ պատասխանեմ, մի հատ ընդհանուր ամփոփում անենք ու անցնենք առաջ, որ այս մասը բաց չմնա ձեր մոտ։ Ես գիտեմ, որ դասը հասկացել եք, տնային է չանելու հիմնական ամենագերակշիռ պատճառը դա ժամանակի քիչ հատկացումն է տնային աշխատանքների։ Ասեք, եթե ինչ-որ մի բան անհասկանալի է, թե ինչի է input-ը ընդունում type, այդ ատրիբուտների հետ կապված, input-ի ատրիբուտների հետ կապված, կամ չգիտեմ, button-ի հետ կապված, կամ text area-ի, կամ select-ը իր option-ներով, option group-ով, input-ը, type-ը, checkbox-ը, ինչ է իրանից ներկայացնում, radio-ն ինչի համար է լինում, որ ամեն անգամ, երբ որ մենք name-ը նույնն ենք տալիս, ինքը աշխատում է, մոտավորապես checkbox-ի պես, այդ ամեն ինչը ինչի համար է լինում։ Պարզ է այդ ամեն ինչը ձեզ։ Թե որ պարզ է մի քանի հարց կամ առաջ անցնենք։ Գնացինք։ Ահա։ Ինչերը։ Text area-ն։ Բացատրեմ։ Էսա։ Միլենա ջան, իհարկե։ Redactor-ը բացի։ Ստելա Երեխեք text area-նով կարա բացատրի ինչի համար էր նախատեսված ու ինչ հատկություններ ընդհանրապես կարար ընդուներ։ Ինչև ես երկար, չէ՞։ Text area-ն տարածություն էր, որը նախատեսված էր երկար տեքստեր գրելու համար։ Tag-ը գրում էր text area, փակվում էր text area-ը։ Մեջը ինչ տեքստ որ գրեմ, հա։ Այս տեքստը լինելու է իր սկզբնական value, արժեքը։ Իրա մեջ գրվում է նման ձևով, հա։ Իրան կարամ չափերով մեծացնեմ, իսկ եթե չմեծացնեմ ու շարունակեմ իրա մեջ գրեմ երկար տեքստ, իրա մեջ առաջանալու է scroll, չէ՞։ Ինքը scroll-ով իջնում է ներքև։ Եթե ես իմ կայքում իրա համար առանձնացրել եմ այսքան հատված, իրա մեջ լինում է scroll, որպեսզի ամբողջ տեքստային ինֆորմացիան տեսանելի լինի։ Հնարավորություն ունի աջ ամենաներքևի հատվածից մեծացնելու area-ի տեղը,
ու փոքրացնելու ավելի, քան ինքը իր ստեղծման պահում կա։ Այս տեքստ արիայի մասով ուրիշ ֆունկցիոնալ ինքը չի անում, եթե ինքը սկզբնական value չունի, ես կարող եմ իրան տալ placeholder ատրիբուտը, որը ինչ էր անում, placeholder-ը ինչ էր, ով կարա ասի։ Այսինքն ինքը մոխրագույն մի քիչ սենց բանը ոչ պայծառ երանգի տեքստ է, որը որ հուշում է, թե տվյալ input-ի կամ տեքստ արիայի կամ չգիտեմ որտեղ որ պետք է, հուշում է, թե ինչ պետք է գրվի, չէ՞ իրա մեջ։ Տեսեք հուշող ինֆորմացիա է, ասում է type long text, գրիր երկար տեքստ։ Երբ որ ես սկսում եմ գրել առաջի իսկ տառը, ինքը արդեն միանգամից կորում է, placeholder-ը։ Երբ որ ես մաքրում եմ ամբողջությամբ տեքստ արիան, ինքը արդեն նորից placeholder-ը գալիս է ի հայտ։ Այսքանն էր տեքստ արիան։ Հիմա ես եմ հարց տալիս, եթե հարցեր չկա։ Գևորգ ջան, ինչի համար է նախատեսված input-ի name ատրիբուտը։ Եվ ինչի համար է նախատեսված input-ի name ատրիբուտը։ Իրա կարևոր նշանակությունը, որն է, ոնց են գրում, name-ը հավասար է, գրել եմ first name, ինչ է ինքը ինձ տալիս, ինչի համար է նախատեսված, օրինակ ես ասեցի placeholder-ը ինչի համար է նախատեսված, իսկ name-ը ինչի համար է նախատեսված։ Name-ի նշանակությունը, դերը ինչու՞մն է կայանում։ Միլենա։ Վալոդյա ջան, դու ասա, input-ի name ինչի համար է նախատեսված։ Վալոդյա։ Մայրամ ջան, ասա, input-ի name-ի հետ կապված։ Ինչ ենք կարում անենք input-ի name ատրիբուտով։ Ինչու՞ն էր մեզ օգնում ինքը։ Երեխեք արձագանքեք։ Էրիկ, դու ասա։ Սինխրոն աշխատանքի համար, չէ՞։
Ինչ պետք է անենք այդ դեպքում իրանց name-երի հետ։ Հետի input-ի type-ը երբ որ ռադիո է, չէ՞։ Իսկ Երջան, երբ որ input-ի type-ը ռադիո չի, այլ սովորական տեքստ է, password է ու չգիտեմ, number-ը։ Այդ ժամանակ իրանց name-ի գործառույթը ինչու՞մն է։ Ինչի համար է նախատեսված այդ name-ը։ Ինչ ենք կարող մենք այդ name attribute-ի միջոցով անենք։ Մանե։ Այո։ Ու մեկ է մի փոքրիկ անդրադարձ, որ հետագայում input-ի name attribute-ի միջոցով մենք կարող ենք այդ input-ի value-ները հավաքել ու ուղարկել համապատասխան տեղ, հա, որտեղ որ պետք է։ Input-ի value-ների հավաքագրման համար է նույնպես օգտագործվելու, հա, form-ի այդ value-ները հավաքելու համար է օգտագործվում։ Արդեն լրիվ ուրիշ ստրուկտուրայով, բայց իր ոնց որ արմատական հիմքը գալիս է ստեղից։ Այդ input-ի name attribute-ի հետ կապված։ Վրեժ ջան, select-ի հետ կապված ինչ կասես, select-ի ստրուկտուրան ոնց է գրվում, եթե ես ուզենամ ինչ-որ ենթավերնագրային հատվածներ գրեմ, այդ ամեն ինչը ինչով եմ կազմակերպելու։ Select-ը գրեցի, հետո մեջը ինչ եմ գրելու։ Select-ի յուրաքանչյուր մի տող, յուրաքանչյուր տարր ինչի մեջ է գրվում, որ tag-ի։ Այո։ Select-ի յուրաքանչյուր տարը, արդեն հաջորդ տողը գրվում է option-ով, չէ՞։ Հիմա եթե ես ուզում եմ, որ մի սենց ենթավերնագրային հատվածներով այդ գրվածքներս լինի select-ի մեջ ու այդ ամեն ինչը համակարգված լինի, ասենք չգիտեմ, ունեմ կատնամթերքի բաժին, ունեմ տնտեսական բաժին, ունեմ խաղալիքների բաժին ու տեն շարունակ, հա, ավտոմեքենաների, անշարժ գույքի, ոնց որ կազմակերպված է, ասենք մեզ բոլորիս հայտնի list A-ում։ Այդ ամեն ինչը ոնց է կազմակերպվում select-ով։ Ոնց ենք անում, որ այդ մեր option-ները ընդհանուր համակարգվեն գան մի հարթակի ներքո ու ներկայանան այդպես որպես ենթավերնագրային հատվածով։ Գրված լինի կատնամթերք, կատնամթերքի ենթատարրերը, գրված լինի անշարժ գույք, գրված լինի բնակարան, սեփական տուն, չգիտեմ, այնտեղ վիլլա, դաչա եւ այլն ամեն ինչ։ Այդ ամեն ինչը ոնց ենք կազմակերպում։ Select, հետո իրանց պետքա միավորենք։ Տենց ասեմ, որ ավելի օգնածը լինեմ։ Իրանց միավորումը ի՞նչն է, որ ինչով կարանք մենք միավորենք, այսինքն option ինչ։ Այո, option group-ի միջոցով էր, չէ՞, որ մենք կարող ենք ենթավերնագրային հատվածներ տանք։ Լավ է, Այսօր խոսալու ենք absolute-ից, այսօր խոսալու ենք z index-ից, խոսենք font family դնելուց, հա, ոնց է ինքը ընդհանրապես տեղակայվում մեր կոդերի մեջ։ Հա, մեկ էլ երեխեք ջան, այդ ID-ները որ դնում ենք, այդ ID-ների անունները պետքա խոսան մեր էլեմենտի մասին, հա, որ ծնող էլեմենտն է, հետո իրանից հետո չգիտեմ, parent-ն է, child-ն է, գոնե այդտենց, հա։ Օրինակ, չգիտեմ,
ես եթե հիմա գրեմ մի հատ div, իմ ամենամեծ div-ը։ Հիշում ենք ժողովուրդ ջան, body-ի հետ կապված մենք հիմնականում աշխատանքներ չենք անում։ Body-ին փոխարինելու է գալիս, ոնց որ body-ն մի հատ մեծ հարթակն է, այն մեր բրաուզերում երևացող հատվածն է, ճիշտ է։ Այս body-ին մենք չենք օգտագործում, այս հիմնականը, հենց body-ի վրա չենք անում մեր հիմնական գործառույթը։ Մենք ունենում ենք մի հատ div, որի ID-ն դնում ենք main, div-ի ID-ն դնում ենք main, ու այս main-ը լինելու է մեր հիմնական պատը, հիմնական edge-ի հետամասը, որտեղ որ մենք իր հետ գործողություն ենք կատարում։ Այսինքն մեր այս գրված div-ը գալիս է փոխարինելու մեր body-ին։ Այս իրա մեջ նոր արդեն ես ուզում եմ գրեմ մի հատ div, իրա մեջ լինի փոքրիկ div, որ իր հետ absolute-ով աշխատանք անենք ու ընդհանուր հասկանանք, թե իրանից ինչա ներկայացնում մեր absolute-ը։ Ուրեմն, սրա մեջ ունենում եմ մի հատ div, որի կլասը կտամ parent, ծնողն է իրանց։ Այս մեր parent-ի մեջ կա ուրեմն մի հատ div, div-ին կտամ class circle, div-ը class ունի, որի class-ը circle-ը, հələ որ այս ստրուկտուրան է ինձ պետք։ Ուրեմն հիշում ենք, այս div-ը, որի ID-ն main էր, ինքը եկել է փոխարինելու մեր body-ին։ Այս div-ը, որը որ parent-ն է, սա արդեն հիմնական n տարածքն է, ժողովուրդ ջան, n տարածքն է, որտեղ որ ես պետք է անեմ իմ գործառույթը։ Իսկ այս մյուս div-ը արդեն end div-ն է, որը գտնվում է այս div-ի մեջ, ու որի միջոցով պետք է հիմա ես ձեզ բացատրեմ, թե ինչա իրանից ներկայացնում մեր հարգարժան absolute-ը։ Ուրեմն, գալիս ենք style get-cs ու գրում ենք բանդական ish, քանի որ ID-ա, ու գրում եմ main։ Իմ main-ը, ուրեմն, ունի height, որը գրում է 100VH։ Ինչա իրանից ներկայացնում այս 100VH-ը, ժողովուրդ ջան։ 100VH-ը մենք height-ը տալիս ենք նրա համար, այս բարձրությունը, որը որ մեզ սպիտակ երևում է մինչև այս footer-ի, հա, այս plugin-ի հատվածը, այս 100VH տարածությունն է։ Այսինքն այն տարածությունը, որը մեր աչքի համար բրաուզերը բացելուց հետո տեսանելի է։ Այսինքն այս բարձրությունն է, 100VH։ Մենք իրան տալիս ենք overflow y-ը auto։ Այսինքն, ինչա նշանակում overflow y-ը auto։ X-երի ու Y-ների առանցքի հետ կապված, ուրեմն overflow y-ը պատասխանատու է այս բարձրության, քանի որ սա X-երն է, սա Y-ների առանցքը, կոորդինատային հարթությունը հիշում ենք, չէ՞։ X-երը ուղղահայաց, Y-ները հորիզոնական։ Ուրեմն, այս մասում, եթե անհրաժեշտություն լինի, ինքը արդեն մեր կոնտենտը, եթե շատ ծավալուն լինի, ինքը գցում է scroll։ Ոնց որ այս scroll-ը ուրիշ կայքերում, հա, եթե չգիտեմ, ինչ-որ մտնենք լիստ է։ Հիմա ստեղ այս scroll-ը, այս save-ը, որ ես անում, ինքը տված է overflow y-ը auto։ Այսինքն այս մեջի կոնտենտը 100VH-ը, ժողովուրդ ջան, այսքանն է։ Մինչև այստեղ, այս որ գնում է, գնել առաքումով, սա արդեն 100VH-ի տակն է, ամենաներկին հատվածն է։ Այս scroll-ը, սա scroll-ի հատվածն է, որտեղ տված է overflow y-ը auto, այսինքն կոնտենտը այնքան շատ է, որ ինքը չի կարա մի 100VH տարածության մեջ մեզ ներկայացնի։ Դրա համար ինքը դրել է overflow y-ը auto, որ կոնտենտի մեծությունից կախված ինքը արդեն scroll է թողում անենք ու մենք կարանք մեր մկնիկի scroll-ի միջոցով իջնել ու ամբողջ
ներկայացվող կոնտենտը նայենք։ Այս է overflow y-ի գաղափարը։ Ուրեմն, main-ին տալիս ենք height-ը 100 VH, overflow y-ը auto։ Իրա մեջ ունենք մի հատ div, որի կլասը parent-ը։ Մեր parent-ին ինչ ենք անում։ Ուրեմն, իրան պետք է տանք արդեն չափեր, որպեսզի ինքը տեսանելի լինի մեր աչքի համար։ Քանի որ կլասը դնում եմ get, գրում եմ parent։ Parent-ին տալիս ենք width, լայնություն 400 պիքսելի չափով։ Տալիս եմ height, նորից 400 պիքսել։ Background color եմ տալիս։ Չգիտեմ, սենց մի հատ արպախ։ Հիմա գնանք հասկանանք ինչ ունեցանք։ Ուրեմն, ինչի համար ինքը պատերին կպած չի, ով կարա ասի, ինչի համար այս տարածությունները մնացել, երեխեք, այս սպիտակ կողի տարածությունները, ինչի համար է մնացել։ Ի սկզբանե մեր բոդին ունի հեռավորություն, չէ։ Margin 0, padding 0, չէ։ Ու անջատում եմ այս 0-ի միջոցով։ Կպավ padding։ Հիմա, բայց պետք է, որ ես իրան կենտրոն բերեմ։ Այսինքն ինչ եմ գրում, այս իմ ակվան div-ը, parent div-ը, կենտրոնական հատված բերելու համար, ինչ եմ գրում։ Անցած դասին ինչ անցանք, որ հնարավորություն էր տալիս այս div-ը բերել կենտրոնական հատված։ Կարող ենք վերևից էլ հեռավորություն տալ մի քիչ, որ ավելի իր հետ աշխատելը ավելի հեշտ լինի ու ավելի ինչը որ բացատրում եմ, ավելի հասկանալի լինի։ Չէ։ Margin 0 կամ ինչքան չափով որ իջնելու 20 պիքսել auto։ 20 պիքսելի չափով վերևից հեռավորություն վերցրեց վերևի պատից ու auto-ն արդեն այս x-երի առանցքի մասով վերեց կենտրոնական հատված։ Հաջորդը, որի հետ որ պետքա գործողություն անենք, դա մեր parent div-ի մեջ գտնվող circle կլասով էլեմենտ, որին ինձ պետքա, որ ես սարքեմ ժողովուրդ ջան, color div, դրա համար պետքա իրա width-ը տամ, ինչ-որ մի 50 պիքսել ու համապատասխան height-ը ինչքան եմ տալի, 50 պիքսել, չէ, որպեսզի կարողանամ ստանալ color։ Էլ ինչ եմ անելու իրա հետ, ինչքան ճիշտ է։ Մի հատ է background color կտամ, որպեսզի ինքը, չգիտեմ, տարբերվի, red, Молодец, ինչ կաղա անունը ճիշտ չեմ դրել, circle, div class, այդ, Молодец, եթե ուզում եք կարակ գրեք երեխեք,
Okay, div-ա, որի ID կամ չգիտեմ, class-ը circle, այսի parent-ն է, չէ, իրոք է, սա ով է, այսի main-ն է, այս parent-ն է, այսի մեր circle-ն, լավ, սակ ստրուկտուրայից մի բան դուրս է եկել ու ինչ ստացվեց, դե, մեր կլորը հայտնվել է ժողովուրդ ջան, հիմա աբսոլյուտի գաղափարը որն է, ինչում ընդհանրապես իր կարևորությունը որն է, այս մեր աբսոլյուտ էլեմենտը իրանից ինչա ներկայացնում, ուրեմն աբսոլյուտ, եթե մենք այդ էլեմենտին տալիս ենք աբսոլյուտ արժեք, այսինքն իր position-ը, եթե ես տամ, հա, դիրքը տամ աբսոլյուտ, այդ էլեմենտը, երեխեք, դառնում է, սենց կոպիտ ասած, հոգի, այսինքն լողացող էլեմենտ է դառնում, ու այս էլեմենտը կարամ այդ մակերևույթի վրա լողացնելով ուր պետքա տանը, այսինքն էլեմենտը էլեմենտի վրա հանելու համար մենք օգտագործում ենք աբսոլյուտը, սա CSS-ական հատկություն է, իր կիրառությունը չեմ ասի, որ շատ մեծ է, բայց իր իմանալը շատ կարևոր է, ուրեմն, ինչա դրա ամենավառ ու ամենաշատ լավ օրինակը նախորդ դասին էլ ասեցի, մեր ես YouTube-ի մեջի, հա, օրինակ, չգիտեմ, կարող է շատ մեծ պրոյեկտ գրեք, տեսեք, ուրեմն, այս YouTube-ի մեջի, այս input-ի, այս search-ի բանն հա, icon-ն է, որ բերած դրած է իրա վրա, այսինքն սա հելել է իրա վրա, ու սա, այս բանը, հա, միկրոֆոնը, սրան կարված է absolute-ի միջոցով, position absolute-ի, այսինքն սա մի ուրիշ էլեմենտ է, image tag-ով դրված, սա input է, ու position absolute-ի միջոցով իրան բերել ենք, տեղակայել ենք այս մասում, հիմա մենք նման օրինակ կանենք, բայց մինչև այդ օրինակը անելը, մեր այս div-ի հետ կապված մի փոքր գործողություններ կանենք, հա, այս ճուրկլոր div-ի հետ կապված գործողություններ կանենք, որ ավելի հստակ հասկանանք մինչև դա անելը, թե ինչ է իրանից ներկայացնում ու ընդհանրապես իրա գրելու ձևը։ Եթե ես ուզում եմ, որ իմ փոքրիկ կարմիր div-ը, հա, այս փոքր կարմիր div-ը, ընդունի այդ absolute-ի հնարավորությունները, ունենա լողացող հատկություն ու ինքը, չգիտեմ, տենց մի քիչ թափանցիկություն ստանում, լողացող հատկություն ու այդ մակերևույթից ոնց որ կտրվի հելնի վերև, որովհետև իր տակը արդեն նորից էլեմենտներ կարան կան տեղակայվեն, ինքը հենց keep մակերևույթին կպած չի դառնում։ Երբ ես գալիս եմ, այն էլեմենտը, որը որ ուզում եմ ստանա absolute արժեք, գրում եմ position-ը տալիս եմ absolute, ինքը մի absolute էլեմենտ է, բայց որպեսզի, Ժորժ ջան, տեսեք, ինչ կարևորագույն նյուանս կա, երբ որ մեր էլեմենտը վերցնում է position absolute հատկությունը, ինքը դառնում է արդեն չենթարկվող, ինքը կարա հելնի իր ծնող էլեմենտի վրայից գնա, ինչ ուզի, այսինքն եթե ինչ-որ մենք չափեր տանք իրան, հա, իր top-ի, left-ի հետ ենք մենք հիմնականում այդ գործառույթները անելու, top-ը ասենք, չգիտեմ, 50 պիքսել, սենց ենք տալիս, top-ը 50 պիքսել, ասենք, չգիտեմ, դեռ left-ը նորից 50 պիքսել, այսինքն վերևից 50 պիքսելով ու ձախից 50 պիքսելով իրան հեռավորություն ենք տալիս, տեսեք, ինքը գնաց լրիվ դուրս, այսինքն ինքը ոչ թե ենթարկում է, իրան զսպող օղակ չկա, էլ ինքը կոպիտ ասած, այս պարագայում, ինքը ծնող բան չի ճանաչում, վերջ, ինքը չի ենթարկում ոչ մեկին, բայց սա նորմալ չի, ու մտածվել է մի բան, որը որ իրան ճնշում է, ու նենց է անում, որ ինքը իր ծնողին ենթարկվի, որպեսզի ինքը իր ծնողի չափերից դուրս չգա, ու մնա իրա դիրքում, հա, ուրեմն, այդ ամեն ինչը կարգավորելու համար, ծնող էլեմենտին, այս պարագայում մեր circle, հա, այս կլոր, div-ի
ծնող էլեմենտը համարվում է այս մեծ քառակուսի դիվը։ Այս կլորի ծնող էլեմենտը համարվում է այս քառակուսի դիվը։ Որպեսզի նենց անենք, որ մեր այս կլորը position-ը absolute ստանալուց հետո ենթարկվի իր ծնողին, մենք գալիս ենք իր ծնող էլեմենտին տալիս ենք position-ը relative։ Տեսակ, սա ինչա մեզ տալիս։ Եթե առաջ մեր ծնողը չուներ position-ը relative, այսինքն չուներ այն հատկությունները, որ կարողանար իր երեխա էլեմենտին ճնշել ու թողել իր սահմանների ներսում, մեր absolute էլեմենտը իր այդ top-ը ու left հեռավորությունները վերցնում էր body-ից, եկավ տեղակայվավ այս մասում։ Մինչ այս position-ը չկար, մեր այս absolute-ը, որ ստացել էր այս էլեմենտը, այսինքն մեր այս կլորը, իր այս top-ը ու left հեռավորությունները ստանում է body-ի պատերից։ Մինչև որ մենք միացնում ենք այս CSS-ական հատկությունը ու իրան զսպիչ դեր ենք տանում իր համար։ Ասում ենք, որ դու պետք է ենթարկվես քո ծնողին։ Ու տալիս ենք position-ը relative։ Միայն այս դեպքում է absolute-ը աշխատում։ Պարզ է երեխեք ինչի մասին խոսում եմ։ Ինքը position-ով եկավ ու տեղակայվավ այս հատվածում։ Հա, top-ով ու left-ով ենք անում։ Չգիտեմ, ստեղ կա օրինակ, չգիտեմ, top-ը 0, առանց պիքսելի։ Այս արժեքն էլ է ինքը վերցնում։ Հա, top-ը 0, այսինքն ամենավերևից, բայց left-ը 50։ Եթե ես ուզում եմ ամենավերևի անկյունում լինի, left-ը չեմ տալի ու գրում եմ top-ը 0։ Սենց թե նենց էսի իր սկզբնական դիրքն էր։ Եթե ես ուզում եմ ինքը լինի աջ անկյունում, ես իրան կտամ right-ը 0։ Ու դե բնականաբար, եթե ես ուզում եմ իրա լինի ձախ ներքևի անկյունում, ինչ եմ տալու, bottom-ը ինչ, ու ինքը որտեղ կգտնվի, ձախ ներքևի։ Ոնց անեմ, որ աջ ներքևում գտնվի, right-ն էլ 0։ Ու սենց իրան կարամ տեղաշարժեմ։ Իսկ ոնց անենք, որ ինքը hover-ի ժամանակ տեղաշարժվի։ Մեկ ուրիշ էլեմենտի վրա hover անելուց, ինքը իրա position-ը փոխի։ Եկեք սենց անենք, լավ, ուրեմն, իրան բերում ենք նախնական դիրքի։ Ինքը position-ը absolute է, այսինքն ինքը հիմա լողացող էլեմենտ է։ Հիմա, որ ես գամ, մի հատ այս parent-ի, այս մասում, ամենասկզբում, ամենավերևում, գրեմ մի հատ input էլեմենտ, իրա type-ը տամ text։ Ունեմ սենց մի հատ input։ Հիմա ես գալիս եմ, իրա circle-ի top-ը տալիս եմ 0։ Ինքը շատ հանգիստ, առանց կաշկանդվելու, հելնում է իմ input-ի վրա։ Հիմա, բայց ինձ պետք չի, որ ինքը input-ի վրա լինի, ինձ պետք է, որ երբ որ իմ մկնիկը պահում եմ input-ի վրա, այսինքն input-ի hover-ի ժամանակ, այս իմ կլորակը գա ուղիղ այս քառակուսու կենտրոնում։ Ուրեմն տեսեք երեխեք ջան, այդ ամեն ինչը ոնց ենք կազմակերպում։
Այս նախ 0-ն հանում ենք, որ ինքը գտնվի ինպուտի ներքևի մասում, պետք չի, որ ինքը այդ մասիթը գնա կենտրոնական հատված։ Ինչ պետք է անենք, որպեսզի աբսոլյուտ էլեմենտը գտնվի իր ծնող էլեմենտի կենտրոնական հատվածում։ Ինչ ենք անում։ Ուրեմն գրում ենք հովրի ժամանակ, այս ամեն ինչի հովրը կազմակերպելու համար գրում եմ parent class-ով div input-ին հովր անելիս իրա ներքևի, այսինքն այս, մի րոպե, այս նշանը, այս ինչ նշան էր, input-ի ներքևի, բայց իր մակարդակի հաջորդ թեգին, չէ, հաջորդ բոլոր թեգերին ես կասել, պլյուսը կոնկրետ մի թեգին, իսկ այս նշանովը նշանակում էր բոլորին, չէ, այս պարագայում ես circle-ին, տալիս եմ, top-ը 50%, եթե ուզում եմ կենտրոն գա, սենց եմ գրել, երեխեք ուշադիր ես բային, top-ը տալիս եմ 50%, ուրեմն, left-ը տալիս եմ 50%, ու հիմա ինքը ուր կգա, ոչ մի տեղ էլ չի գա հլը, ես circle-ը մեկ է բանով է, չէ արել, կլասով է արել հաստատ, circle, տալիս եմ style CSS, top-ը տալիս եմ 50%, left-ը տալիս եմ 50%, ու գրում եմ transform-արա, սա ինչի համար է նախատեսված, սա նախատեսված է, որպեսզի կլորակի մեջի գտնվող ուղիղ կենտրոնը գտնվի իմ div-ի կենտրոնի վրա, հա, ոնց որ այս div-ս ունի կենտրոն, ճիշտ է, այս div-ս ունի մի հատ կենտրոն, որը մոտավոր այս հատվածներում է լինելու, այս իմ կլոր փոքր, այս կարմիրն էլ է, չէ լինելու, տեսեք, հլը ինքը կենտրոնում չի ժողովուրդ, ինքը հովրի ժամանակ input-ի վրա, երբ որ հովր եմ անում, ինքը գնում է կենտրոն, բայց ինքը հստակ կենտրոնում չի, որովհետև մեր այս կարմիր div-ի ու սրա կենտրոնը, կոնկրետ կենտրոնը չեն համապատասխանում իրար, պետքա մի քիչ գա ձախակով, իսկ այդ ամեն ինչը կազմակերպելու համար մեզ օգնության է գալիս transform-ը, որտեղ ինքը հաշվում է այդ կլորի կենտրոնը, հանում է այդքան մասով, հա, transform, գրում ենք translate մինուս 50%, մեր փոքր div-ի 50%-ն է վերցնում ձախից, ու հաշվի առնում մինուս 50% վերևից, հիմա սա նոր կբերի կենտրոնական հատված, ուղիղ կենտրոնում, մեր փոքր կարմիր div-ի կենտրոնը ու մեր մեծ aqua div-ի կենտրոնը գտնվում են այս պահին իրար վրա, հա, input-ի հովրի ժամանակ մեր աբսոլյուտ ստացած էլեմենտը տեղափոխվում է մեր մեծ div-ի կենտրոն, ու այս ամեն ինչը կազմակերպվում է, ժողովուրդ ջան, transform գործիքի միջոցով, որ translate-ը անում, translate-ը թարգմանությունն է, հիշելով, հա, translate, չեմ հիմա գրվածքը սենց է, թե չէ, էլի շարահյուսություն է, անի գրվածքը, translate մինուս 50%, որը որ չափ է վերցնում ու տանում է մեր փոքր div-ի կենտրոնը, այսինքն հաշվի առնում, հա, իր այդ չափերը, left-ով ու top-ով այդ 50-50%-ները հանում է, որ ինքը կոնկրետ գա իր կենտրոնը, ընկնի մեր ամենամեծ parent էլեմենտի կենտրոնի ուղիղ կենտրոնի հետ, այս ամեն ինչը դրա համար է կազմակերպվում,
Հիմա կդնենք երկրորդ դիվը, Ctrl+C, Ctrl+V, երկրորդ դիվը կդնենք, որին կտնանք նույնպես կլասը circle, բայց իրանց վրա կավելացնենք ID-ներ, հա, այս առաջինի ID-ն կտամ first, այսինքն առաջին, իսկ երկրորդի ID-ն կտամ second, երկրորդի ID-ն էլ կտամ second, երկուսի վրա էլ կա circle կլասը, ու ինքը կընդունի այդ հատկությունները, բայց որպեսզի ես ինչ-որ բանով տարբերակեմ, ես պետքա արդեն ըստ ID-ի իմ գործառույթը անեմ, երկուսն էլ լինելու են կարմիր, իրար տակ են իրար, հիմա, եթե ես կամ ու ասեմ, իմ parent div-ի մեջ գտնվող second ID of div-ին ասում եմ, քո background color-ը կարմիր չի, ուզում եմ, որ լինի կապույտ, ասենք, որպեսզի տարբերակվի, left արա, որպեսզի երևաս, left արա, մոտավոր մի 75 պիքսելի չափով, որպեսզի ինքը նկատելի դառնա, հա, ես էլ մեր կապույտ դիվը, երեխեք, եթե ես իրա left-ը հանեմ, ինքը գտնվում է absolute էլեմենտի տակ, հիմա, իմ կապույտը երկրորդ էլեմենտն է, այսինքն կարմիրը կորավ, հիմա ես, որպեսզի իմ կարմիր էլեմենտը տեսնեմ, ինչ եմ անում, եկեք ինսպեկտով այդ ամեն ինչը անենք, հետո կտանենք, բանում կդնենք, հա, բանում, ռեդակտորում կդնենք, ուրեմն էլեմենտ բաժնում, բացում եմ, գտնում եմ իմ դիվը, սա իմ input-ն է, սա իմ դիվն է, առաջի first-ն է, ID-ն first-ը, երկրորդը իրա տակ է գտնվում, հիմա իմ երկրորդ դիվը եկե հերել է առաջի դիվի վրա, ինչքան էլ որ ինքը absolute էլեմենտ էր լողացող, ես տալիս եմ իմ առաջի դիվին, տեսեք ես այսքան բանը տվել էի ռեդակտորում, իրավիթը 50, border-ը, background color-ը red, ես տալիս եմ z index 1, 2, 12, իրան լեֆտ տամ, 75 պիքսելի չափով, իրա z index-ը ժորջան, նախատեսված է, իրա տեսանելիությունը կառավարելու համար, հա, թե որ էլեմենտը ավելի առաջնային պետքա երևա, մեկ եմ տալիս, իսկ եթե ես իրա second 75 պիքսել եթե մի 25 պիքսել տան, իրան գտնվում են իրար վրա, ուրեմն z index-ը 1 է, եթե ես գամ ստեղ ու գրեմ z index-ը 2, իսակ ինչ կատարվեց,
Երկրորդ էլեմենտը գտնվում էր իմ առաջի էլեմենտի վրա, որովհետև բացի այն, որ ինքը գտնվում էր Ջորջան, բացի այն, որ ինքը գտնվում էր երկրորդում, ինքը երկրորդն էր, չէ, իմ դիվի, փարան դիվի մեջ ինքը երկրորդ պոզիցիայում էր կապույտը, բայց քանի որ կարմիրն էր հետո կապույտը գտնվում էր իրա վրա, բայց մեր կապույտի Z ինդեքսը մենք տվեցինք 1, տեսեք այս second-ն է, իրա Z ինդեքսը 1 է, հիմա այստեղ գալիս եմ, Style CSS-ի մեջ Z ինդեքսը 1 է, իմ կարմիրի մոտ իրա Z ինդեքսը տալիս եմ 2, ու ինչա կատարվում, պիքսելները չեմ պահել, 75-ի տեղը 25, այս փոփոխությունները ինչը որ անում ենք ինսպեկտում, ինքը չի պահում, եթե ես մեծացնեմ կապույտինը, հա, կապույտինը դնեմ 3 պիքսել, 3, կապույտն է առաջ գալու, այսինքն իրանից ինչա ներկայացնում մեր այս հարգարժան Z ինդեքսը մեր տեսանելիությունն է, այսինքն այն absolute էլեմենտը կամ յուրաքանչյուր էլեմենտ, որի Z ինդեքսը ավելի բարձր է, ինքը ավելի տեսանելի է լինում մնացածների հետ համեմատած, սա հիմնականում այս absolute-ների հետ կապված է լինում, որովհետև մնացած դեպքերում էլեմենտները հիմնականում իրար վրա չեն լինելու, հիմնականում էլեմենտները սիրուն իրար կողք դասավորված կամ իրար տակ դասավորված են լինելու, սիրուն ստրուկտուրապես բնականաբար, բայց absolute-ի ժամանակ նման բաներ հնարավոր է լինի երկու նկար իրար վրա հանելու, եթե մենք ուզում ենք, որ ոչ թե երկրորդ նկարը լինի, ասենք երկու նկար եթե մենք դրել ենք, եթե ես հիմա Z ինդեքսները ընդհանրապես հանեմ, եթե ես ընդհանրապես հանեմ այս Z ինդեքսները, իմ կապույտն է լինելու բնականաբար, բայց եթե անհրաժեշտություն կա, որ իմ կարմիր դիվը, այս կարմիր կլորը ավելի տեսանելի լինի ամբողջապես, քան կապույտը, ոնց որ այս պարագայում հակառակն է, ես գալիս եմ, իրան տալիս եմ Z ինդեքս ու տալիս եմ 1, ստեղ են այս մյուսին տալիս եմ Z ինդեքսը 1, եթե հավասար են, ուրեմն հելևոր ու կարմիրը մնում է ներքևում, իսկ եթե ես երբ սարքում եմ կարմիրի Z ինդեքսը 2, իմ կարմիր էլեմենտը հելնում է կապույտ էլեմենտի վրա, ու ինքն ավելի տեսանելի լինի։ Բոլորը տեսած կլինեք կոնտակտի էջը, որը որ բանը երկու հեռախոս իրար վրա են լինում, ուղղակի հիմա դիզայնապես փոխվել է այդ մուտքի էջը, ու դա չկա, այն երկու հեռախոսը, որ իրար վրա սիրուն հելած է լինում, եկեք հելևեկը, Images, առաջվա էջը հասկանանք պահպանված կա նկարներում, թե ոչ, կոնտակտի, որովհետև ընդեղ ամենասիրունն է ներկայացված այդ ամեն ինչը, ոնց որ այս դասը իրար հետ կա, տեսեք երկու հեռախոս, որտեղ երկրորդ հեռախոսը առանց Z ինդեքսի գտնվում է առաջի էլեմենտի վրա, հա, սրանք նկարներ են, որ իրար վրա են հելած, տեսեք այս կարմիրը, հավանաբար եղել է երկրորդ առաջի էլեմենտը, որի Z ինդեքսը 1 հատով բարձր են տվել ու ինքը արդեն գտնվում է կապույտից ավելի առաջ, ավելի տեսանելի, մեկ մակարդակ դեպի ավելի վերև։ Լավ, չկա այդ էջը, նույնը ստեղ է, հա, նորից կոնտակտի ես բանը, հավելվածը, ոնց որ նման լուծում է ստացել, եկը վիդեո։ Երեխեք absolute, position relative, Z index, հարցեր ունենք այս ամեն ինչից։
Եթե հարցեր չ... Ահա, որ մասը երեխեք ջան։ Ընդհանուր։ Լավ։ Տեսեք, եթե մենք ունենք էլեմենտ, որին որ ուզում ենք տանք լողացող հատկություն, այսինքն իրան կարողանանք հետագայում, եկեք ես հովերը անջատեմ, էլի։ Ես ունեմ էլեմենտ, ասենք ես իմ կարմիր կլոր դիվը, որին ուզում եմ տամ մի քիչ լողացող հատկություններ, այսինքն ինքը կարողանա այս իմ կապույտ, հա, բաց կապույտ, ակվա, այդ գունավորումը որ տվեցի, չէ, background color-ը տվել ենք ակվա, հեսա, այսի մեր փարն ծնող դիվն է, մեր այն մեծ դիվն է, որի վրա անելու ենք այդ փոփոխությունները։ Մենք այս փոքրիկ կարմիր դիվին, որը որ իմ parent div-ի, մեծ div-ի կապտ եմ տվել, եսի selector-ն է, circle, ճիշտ է, circle class-ով div-ի, որը որ գտնվում է իմ parent div-ի մեջ, առաջի div-ն է, իրա տեղակայությամբ, առաջի div-ն է, որի class-ը տվել եմ circle, ID-ն տվել եմ first։ ID ու circle ինչի համար եմ տվել, որովհետև circle-ը, երբ որ ես տալիս եմ class-ը, երկուսին է նույն class-ն եմ տվել, որպեսզի երկուսն էլ լինեն կլոր էլեմենտ, իսկ ID-ով ես կարողացել եմ իրանց գույները տամ տարբեր, ու իրանց top-ը ու իրանց Z ինդեքսը։ Ուրեմն, երբ որ իմ այս էլեմենտը ստացա ես, իմ կարմիր էլեմենտը, երբ որ ես ստացա, եւ ուզեցի, որ իրան տամ ուրեմն լողացող հատկություններ։ Այդ դեպքում օգտագործեցի position, ուր position absolute-ը, position absolute։ Այն էլեմենտը, որը որ ուզում ենք մակերևույթից կտրվի, ստանա լողացող հատկություններ, գնա աջ ձախ, հելնի մեկ ուրիշ էլեմենտների վրա, հա, վառ օրինակը ասեցի, input-ի վրայի search-ի icon-ն է, որը հիմա նորից էլի դնելու ենք, հա, 0-ից դնելու ենք այդ ամեն ինչը կազմակերպենք։ Input-ի վրայի այդ search-ի icon-ը, որը որ հելնում է այդ մյուս էլեմենտի վրա։ Եթե մենք ուզում ենք, որ մի էլեմենտ հելնի մի ուրիշ էլեմենտի վրա, ըստ անհրաժեշտության բնականաբար, կամ կատարի ինչ-որ մի գործառույթ, հա, կամ ինչ-որ մի հատ գործառույթ կատարի, այդ ամեն ինչը կազմակերպելու համար այդ position գործառույթը, այսինքն հետագայում մենք մեր nav բառին, nav բառը որն է, երեխեք կայքերում լինում է, օրինակ, չգիտեմ, տեսեք այս վերևի հատվածը, այս հետ վերևի հատվածը, այս all music, այս search-ի բանի հատվածը կպած է մնում։ Այս մյուս կոնտենտը մտնում է դրա տակ, ոչ թե ինքը սրանք էլ հետն է գնում վերև, այլ այսքան մասին, որը որ համարվում է header, հա, տեսեք, էսի հələ բացվող փակվող բուրգերը, էսի բանը, sidebar-ը, բացվում, փակվում է, իրա մենյուներով համապատասխան։ Հիմա ինչ է իրանից ներկայացնում այսքան մասը մեր nav բառն է, nav բառը, որը որ position-ը տված է fixed, ու ինքը չի շարժվում ընդհանրապես։ Ու երբ որ ես scroll եմ անում, այս իմ հարգարժան կոնտենտի մասը, հա, այս վիդեոները, տվյալ դեպքում կոնտենտի մասը այս վիդեոներն է։ Ուրեմն մտնում է իրա ներքևը, գնում է դեպի ներքև։ Այսինքն իրա position-ը այս մասով մնում է։ Իսկ position absolute, որ այս իկոնքեն հելել է input-ի վրա, կներեք, որ հելել է input-ի վրա, այս արվածը position absolute-ի միջոցով, որ կարողացել եմ այս իկոնքեն, որը որ image է իրանից ներկայացնում, սարքեմ լողացող էլեմենտ, որ ինքը այս մակերևույթից կտրվի մի քիչ բարձրանա վերև, ու ես կարողանամ տանեմ դնեմ իմ input-ի վրա։ Ու այս մասում իրան տեղակայեմ, պահեմ, վերջ, ինձ պետք է, որ ինքը գտնվի։ Այս դեպքերում է մեր համար անհրաժեշտություն գալիս, որպեսզի մենք օգտագործենք
position absolute ու ծնող էլեմենտին տալիս ենք, այս պարագայում էլ իր ծնող էլեմենտը լինելու է input-ը, հա? Լինելու է input-ը իր ծնող էլեմենտը։ Ուրեմն իր ծնող էլեմենտին էլ տալիս ենք position-ը relative, որպեսզի կարողանա իր երեխա էլեմենտին, այս պարագայում այս կարմիր դիվին, պահի իր իրապետության ներքո ու թույլ չտա, որ այս էլեմենտը դուրս գա իր սահմաններից։ Իր սահմաններից մենակ կարա դուրս գա, երեխեք այս պարագայում իրականում մինուսավոր արժեքների դեպքում, որը ընդհանրապես խստիվ արգելվում է օգտագործել ու ինքը շատ վատ դերակատարություն ունի, այսինքն կարող է դու ինչ-որ մասով ստանաս քո ուզածը, բայց հետագայում ինքը հակառակ էֆեկտն է տալու, ավելի լիքը բաների խանգարելու է։ Ուրեմն, այս position absolute relative-ի մասով, հետագայում մենք դրեցինք երկրորդ էլեմենտը մեր հաջորդ դիվն էր, հա, այս դիվն էր, որի կլասը նույնպես դրել ենք circle, որովհետև մեզ պետք էր ստանալ նորից կլոր դիվ, որը որ ընդունում է այս հատկությունները, parent-ի circle-ը, ընդունում է այս հատկությունները, բայց տարբերակելու իրան կապույտ գույն տալու համար, մեկ էլ իրան ձախ մասով ավելին հեռվացնելու ու մեր absolute էլեմենտի տակից դուրս բերելու համար, կամ վրայից, որ ընդհանրապես ենքով գնա, իրան տալիս ենք left-ը 25 պիքսել, իսկ background color-ը լրիվ ուրիշ գույն, այ դրա համար է նախատեսված ստեղ ոչ միայն class տալը, այլ նաև էլեմենտներին ID տալը։ Այս պարագայում ID first-ը չենք օգտագործել, որովհետև իր անհրաժեշտությունը չի եղել։ Բայց ID second-ը օգտագործում ենք ու իր անհրաժեշտությունը կա, որպեսզի մենք իրան տանք կապույտ գունավորում ու իրան կարողանանք ձախ տանք, ասենք ձախ ընդունի 25 պիքսելի չափով, իսկ ինքը ձախ ընդունում է մեր parent div-ի ձախ պատից։ Հեսա կգամ երեքեք։ Երեխեք ջան, պարզ էր այս բանը position absolute relative-ը ինչի համար էր նախատեսված։ Հարցեր կան հիմա, թե արդեն հասկանալի էր։ Երեխեք ջան, եթե հարցեր կան, ասեք, էլի չեմ հասկացել, չգիտեմ, փորձեմ մի հատ ուրիշ ձևով բացատրեմ, որ հասկանալի լինի։ Իրա կիրառությունը շատ չի, բայց իրա իմացությունը կարևոր է։ Լավ։ Հիմա գնանք իմ ասած այդ input-ի վրա, դնենք մեր search-ի icon-ը։ Հա, ոնց են ընդհանրապես դա անում ու ոնց են ճիշտ տեղակայում իր աջ կողմում հիմնական մասով ոնց են անում էլ այդ ամեն ինչը։ Ուրեմն գնանք index.html-ում այս ստրուկտուրան կմաքրեմ, նորից կգրեմ, որ ևս մեկ անգամ այդ ամեն ինչը պարզ լինի, body-ն
կպահեմ, main-ը կպահեմ, այսին parent-ից սկսած կջնջեմ, ուրեմն իմ index HTML-ում կունենամ մի հատ բնականաբար div, մի րոպե երեխեք ջան, մի հատ main-ը թողեմ, մնացածը նոր մարդում, մենակ main-ն եմ թողում, ունեմ իմ div-ը, որի ID-ն main-ը, ունեմ մի հատ div իրա մեջ, որին կտամ class, իրա class-ը կլինի parent input, input-ից ծնողնա, իրա մեջ ունեմ մի հատ input, ուղղակի իրա type-ը, թողնի text, ու ժողովուրդ ջան, պիտի ունենամ image, այսի սաղս իրար հետ անում ենք, ասեք երեխեք ջան, այդ բանն է, scroll-ն է մեծացել, բանը, մկնիկի բանն է մեծացել, հաստությունը, հա, Մարիամ ջան, ես հիմա անեմ, հա, ստեղ, դուք իմ հետ արեք, որ այդ ամեն ինչը դզվի, շնորհակալություն, հա, երեխեք ջան, հիմա տեսեք Մարիամ ջան, ինչ ենք անում, redactor-ում, գնում ենք file, երևում է, չէ՞ իմ էկրանը ձեզ, գնում ենք file preferences ու գալիս ենք settings, հիմա այս վերևի սրճի հատվածում գրում եք կուրսոր, գրեցիք, հիմա այս ներքևը որ գալիս ենք, գրածա editor, վերջակետ, overtype, cursor style-ը, տալիս եք line, բլոկ է, չէ՞ գրած ձեր մոտ, այս style-ը տալիս եք line, blink-ը blink մնում է, որպեսզի թարթող լինի, ուրեմն, հիշնում եք մի քիչ ներքև, smooth carried animation-ի ներքևը, հա, editor, cursor style նորից կա, ու ստեղ, տալիս եք նորից line, էլի բլոկ է ինքը, տալիս եք line, դրեցիք, մեկ էլ ստեղ editor cursor width-ը ինչքան է գրած, 0, 0 էլ պետքա մնա, մեկ էլ ես ներքևը գալիս եք, էլի ես checkbox-երից ներքև, terminal, integrated, cursor style, տալիս եք line, տվեցիք, վсё, հիմա index HTML եք գալիս, հենց սխմում եք ու դառնում է ինքը մի հատ գիծ, չէ, ուղղակի կողից էլ բան չեք փոխում, ես ձախ պլագինը որ եղավ, ուրեմն ժողովուրդ ջան, գնում ենք, այս մասը գրել եք, ունենք մի հատ div ID-ն main-ը, իրա մեջ ունենք մի հատ div class-ը parent input, այս div-ի մեջ ունենք մի հատ input, type-ը text է, ու ունենք մի հատ image, այս արսին գրում ենք ու պահում ենք, հլը սենց մնում է այս հատվածը, գրեցինք, մարդ կա, որ հլը չի գրել, շատ լավ, դե որ գրել եք գնացինք առար, ուրեմն գալիս ենք Google, գրում ենք Google Fonts, երբ որ մտնում ենք այս առաջինը, Google Fonts, որ գրում ենք ժողովուրդ ջան, կա icons, տեսեք, ձախ կողմում Fonts, նոթը
ու icons։ Icons-ի վրա ենք սխմում։ Հենց առաջինը բերում է մեր search-ը։ Սխմում եմ իրա վրա, բերում է։ Սրանով ես կարամ ընտրեմ իրա գույնը, կարամ ընտրեմ իրա չափը, 24 պիքսելի չափով։ Ու ինձ հնարավորություն է տալի քաշեմ երկու ֆորմատով, SVG ու PNG։ Ես այս էլեմենտը ներբեռնում եմ SVG ֆայլով։ Ինքը լինելու է save, մեջը թափանցի։ Գնացինք, SVG-ն քաշում։ Գնում եմ, ստեղից, իրան copy եմ անում, cut եմ անում ավելի ճիշտ, տանում եմ, իմ պապկայի մեջ, image-ի մեջ, paste եմ անում, ու rename եմ անում, դնում եմ search։ Հիմա հələ գնամ redactor-իս մեջ, հասկանամ բացելու է, թե չէ։ Տեսեք բացեց։ Հեսա։ Արեցիք դուք։ Հա։ Ստեղ ես, չէ։ Ի՞նչն ենք բացում։ Նկարը, որ քաշում ենք, այս վերևում ցույց է տալի, չէ, ներբեռնած հատվածը։ Երբ որ ստեղ եմ անում, ֆոլդերի մեջ է ցույց տալիս։ Ճիշտ է։ Ըհը։ Այդ ֆոլդերի մեջից բան ենք անում, նշում ենք այդ էլեմենտը, ասենք այս պապկի մեջ է։ Նշում եմ այս էլեմենտը ու copy եմ անում կամ cut եմ անում։ Եթե չեմ ուզում ինքը մնա Dovlan պապկի մեջ, չեմ ուզում իմ համակարգչի մեջ մի 10 տեղ լինի, կտրում տանում եմ, cut եմ անում իրան։ Կտրում եմ կամ ռուսերեն վիրեզացիա գրած։ Գրած է տենց։ Այդ ես անում, եթե ռուսերեն ամենը։ Տանում ես ու ստավից ես անում, այս քո բաղանիս պապկայի մեջ։ Գալիս ես ու անգլերեն է, եթե paste ես անում, եթե ռուսերենով ստավից։ Դնում ես, հետո rename ես անում, կամ pereiменовать ու անունը փոխում ես։ Ահա։ Բոլորի մոտ։ Իլենա ջան, բայց ինչ անեմ, որ ձեր ինտերնետը լավանա, չով օգնեմ քեզ։ Հիմա էլի այտենց կտրտվելով է գալիս։ SVG ֆորմատով ենք քաշում երեխեք։ PNG-ն է կարանք քաշենք, ուղղակի SVG-ն ավելի լավ է, այս պիքսելային չափերը բանը ինքը նորմալ վերցնում է էլի իր վրա։ Միլենա ջան, դու գործողություններով նայի էլի, փորձի գոնե գործողություններով այդ ամեն ինչ անես, որովհետև ձայնի կտրտել չհասնելը դա ինտերնետի խնդիր է։ Իմ հետ կապված չի էլի, դրա համար չեմ կարա ես հիմա բան փոխեմ։ Էսի մեր index.html-ի ստրուկտուրան է, հա, parse ստրուկտուրա, մի հատ մեծ div է, իրա մեջ մի հատ հաջորդ div-ն է, որին կլասենք տվե parent input, իրա մեջը դրենք մի հատ input, մի հատ image։ Գնացել ենք Google, եկել եմ Google, գրել եմ Google Fonts եմ մտել, հենց առաջի հղումով մտել եմ, գալիս եմ Icons,
բացում է սրճի այքնը, սխում եմ իրա վրա, աջ մասում բերում է պատուհան, որտեղ որ նշված է իրա սայզը, եթե ուզում եմ փոքր փոքրացնում եմ, եթե չէ իրա ստանդարտ տված չափով թողում եմ, փոխում եմ գույնը, եթե ցանկանում եմ, եթե ոչ, թողում եմ իրա default գույնը, սխում եմ SVG, ու ինքը քաշում է այս բանը, ֆայլը ներբեռնում եմ համակարգչի մեջ, գալիս եմ, երեխեք ջան, անում եմ cut կամ կտրում եմ վիրեզать, տանում եմ իմ բաղանիս թղթապանակի մեջ, ասենք փակ է լրիվ, գտնում եմ բաղանիսը, բայց փակ պետքա չլիներ, image-ի մեջ paste եմ անում կամ stavից, անում եմ rename կամ pereiменовать, search 1, երբ որ ես գամ իմ ռեդակտորի մեջ, search 1-ին սխմեմ, ինքը ստեղ էլ ակտի։ Արել եք այսքանը երեխեք ջան, մարդ կա, որ հետ է հլը։ Սաղի մոտ ստացվել է։ Հետ ջան, որ քաշում ենք, այս վերևը սլակ կա, չէ, որ ցույց է տալի ներբեռնած ֆայլերը։ Ստեղ պապկայով գնում ենք, երբ որ սխմում ենք պապկայի վրա, նայ քաշել է, չէ։ Երեխեք, ներբեռնած սովորական ֆայլ է, իրան վերցնում ենք, ստեղ պետք չի, որ ինքը գտնվի։ Իրան ես վերցնում եմ, տանում եմ, դնում եմ իմ այն պապկան, որը որ ռեդակտորի մեջ բացվել է, այդ պապկայի մեջ paste եմ անում ու ինքը հայտնվում է, նայեք հայտնվեց ստեղ։ Ստեղ իր անունը փոխում եմ, որպեսզի ինքը ավելի հասկանալի դառնա, ես հասկանամ ինչ է, ես եթե մի 10 հատ ֆայլ ունենամ, չեմ իմանալու ես ինչ է, բայց ես որ search եմ գրել, ես գիտեմ, որ ինքը search-ի իկոն կենա։ Իր անունը փոխում եմ, դնում եմ իմ յուրաքանչյուր ուզած անունով, սովորական անուն եմ տալիս, պատահական անուն, բայց իր մասին հուշով անպայման, search, poise, չգիտեմ, այդպես դուբոյ բան, մարդ կա, որ էլի հետ է, գնում ենք index HTML ֆայլ, src-ի տեղը դնում ենք, image, գալիս ենք, այս արդեն բացել է, մեզ պետք է search get svg, հիմա գնանք հասկանանք ինչ ենք ստացել, բայց գնանք ես մեր parent input-ին, CSS-ական հատկություններ տանք, հա, հա, եթե իմ թղթապանակը, ասենք խոսքի չգիտեմ, իմ image-ը մի մակարդակ ավելի դուրս է, կամ չգիտեմ, այս տարբերությունը կա, սենց ենք անում, կետ, մի պապկա, մի մակարդակ ինքը դուրս է գալիս, փնտրում է այդտեղ, հետո tag գիծ, հակառակ tag գիծը, որն է tag-ը, ժողովուրդ, շկորցիներ կորացա ես, shift, կա իմ մոտ չի վերում, ահա,
Всё, լավ։ Այս արսի գրում եմ սենց։ Նայ սենց էլ է ինքը բերում իմ իմիջը։ Մի մակարդակ վերև է հայլնում, բայց եթե ես սենց է գրեմ, ճանաչում է։ Մի երկու կետ, հելավ։ Տես, հելնում է լրիվ ուրիշ արդեն։ Երկու կետ, հելավ։ Կետ, հելավ վերև։ Տես, մինչև դեսքթոփ հասել եմ արդեն։ Այսինքն երկու կետ ու էս բանը սլեշի նշանը, ինքը մի մակարդակ հանում է վերևը, տենց պիտի անես այնքան, մինչև որ մակարդակը դուրս գա ու գտնես քո իմիջը։ Եթե գրում ես, հա, ուղղակի անունը պետք է գրես, search.svg։ Որ ֆայլում է հայտնվել։ Դու չունես image պապկա, որի մեջ այդ նկարները սիրուն հավաքված է, ասենց։ Հələ միացրու նայեմ վրայ, չեմ հասկանում։ Ոնց index ֆայլում է գնացել։ Հա, միևնույն հա, index ֆայլի մեջ։ Ուրեմն պետք է գրես search.svg, այս արսին։ Հանի ստեղից, control X արա, պահի այդ նկարի վրեն։ Նկարի վրեն պահի, սխմի նկարի վրա։ Control X արա, արեցիր, հիմա տարես իմիջի վրա դիր, են վերևի իմիջի։ Գնաց, գնաց չէ դրանց հետ։ Ուղղությունն է փոխի, գրի իմիջի մեջի, եղավ։ Երեխեք, տեսեք այս բաները, բաները ոնց են լինում, input-ը, մեկ է այս image-ը, image-ի մեջ որ դրված է այս icon-ը, ոնց են դասավորված, սովորական իրանք հələ որ, սիրուն իրանց համար դասավորված։ Մեր խնդիրը, այս մեր search-ի icon-ը հանել image-ի վրա։ Ուրեմն այդ ամեն ինչը կազմակերպելու համար տված է parent input-ին, parent input class-ներ, ճիշտ է մեզ ստեղ տրված։ Parent input, ուրեմն գալիս եմ, գրում եմ, get parent input-ի, get parent input, input-ի մեջի, input-ին է պետք գտնել։ Ինչ ենք տալիս։ Width-ը 100%։ Box sizing-ը կտանք, border box, padding-ը, input-ին padding ենք տալիս, որպեսզի ավելի սիրուն լինի, իրա մի քիչ լայնություն ստանա, 5 պիքսելի չափով կտամ, էլ ինչ տամ, border radius, 5 պիքսելի չափով, թեթև, ու իրան կտամ border, 3 պարամետրով, 1 պիքսել solid, ու կտամ black։ Out, line-ը, set։
Ահա։ Իսկ իմ parent input-ի image-ին կտա position-ը absolute, որպեսզի ինքը դառնա լողացող էլեմենտ, right 5 պիքսել հեռավորություն, top-ը 2.5, ինչի համար 2.5, որպեսզի իրա padding-ը տված է 5 պիքսելի չափով, մոտավոր այդ կենտրոնը։ Եթե կենտրոն չգա այսքանով, մեր ուզած այս սիրուն դիրքին չգա, երեխեք ջան, մենք կարող ենք հանգիստ փոփոխությունները արդեն տեղում անենք։ Ահա։ Ասենք վիթը 100% չեմ տալիս, տալիս եմ մի 400 պիքսել։ Ուրեմն արդեն պետք է փոխեմ այստեղ։ Իսկ եթե տալիս եմ 100 պիքսել, 100% ավելի ճիշտ։ Քանի որ ինքը բլոկային է, div-ի մեջ է գտնվում, input-ը չի բլոկային։ Եթե parent div-ը իմ բլոկային է ու div-ի մեջ է գտնվում, ամբողջ տողի երկայնքով վերցնում է։ Եթե այստեղ ինչ-որ բան գրեմ, poster չանեմ, ստացվեց ձեր մոտ ժողովուրդ։ Միլենա ջան, հիմա որ փորձում ես YouTube մտնես, մտնում է արագ։ Հələ մի հատ միացրու, էլի քո էկրանը։ Մի հատ կմիացնես քո էկրանը։ Դե հա, բնականաբար ինտերնետի հետ է կապված, չէ ուրիշ բան չի կարող լինի, բոլորի մոտ լսվի, իրենց մոտ չլսվի, բնականաբար ինտերնետի խնդիր է։ Երեխեք մնացածի մոտ է, բոլորի մոտ ստացվել է input-ի ու search-ի այդ icon-ի տեղադրումը։ Երեխեք, absolute, ուրեմն absolute position relative z index այսքանն է իր մասին ինֆորմացիան, իր ամենաշատ կիրառությունը, որ input-ի ու այս
search icon-ի հետ այս նույն աշխատանքներ տանելն է ամենակարևորագույնը, ամենակիրառելին ու ինքը կենտրոնական հատված բերելը ընդհանրապես ոնց է լինում transport translate-ով մենք կարողացանք այդ ամեն ինչը համակարգենք։ Հիմա եկեք մի հատ բան անենք, հա, մի հատ էլ sense հավես բան անենք, ուրեմն ոնց ենք անում, որ մենք Google Font-ը տեսեք voice տվեցինք, Google Fonts, ու այս Google Fonts-ի միջոցով մենք ոչ միայն կարող ենք icons-ները վերցնենք, մեզ համար հայտնի ու անհայտ icon-ները, ամեն ինչը ստեղ կա, ու ջնջելունը, տունը գնալու, home-ը դեպի տուն, հա, ուղղությունն է, երբ որ սրբում ես հիմնական ամենագլավնի edge-ն ես գալիս, ուրեմն այս ստրելկեկն է աջ ու ձախ, ու լիքը ֆոնտի icon-ներ կան, որոնք մենք կարող ենք ընտրել, սրա այս ձախ հատվածի միջոցով մենք իրանց հաստությունն ենք որոշում, տեսեք իրանք հաստանում են, բարականում են, ու բանը grade-ն էլ է էլի հաստության հետ կապված, optical size-ը, իր այդ օպտիկական չափերն ավելի շատ մեծացնում, հա, տեսեք ինչ փոփոխություններ է իր հետ տեղի ունենում, ու այս իր ֆիլտրացիայի հատվածն է, որտեղով մենք կարող ենք այդ ամեն ինչը կառավարենք, երբ որ նոր մտնում ենք, ինքը բերում է այն հիմնական ստանդարտ չափերով ու ստանդարտ ձևերով։ Բացի դրանից գոյություն ունի ֆոնտերի մի հատ հսկայական բազա, ոնց ենք անում, երբ որ մենք այդ ֆոնտը բերում ու տեղադրում ենք մեր համակարգչի մեջ։ Ուրեմն այս ֆոնտի գաղափարը հասկանալու համար գնանք մի հատ p էլեմենտ, հա, գրենք, իր մեջ գրենք մի հատ երկար տեքստ։ Օրինակ, գալիս ենք index.html ֆայլ, divից դուրս, գրում ենք մի հատ p, հա, չէ, լավ, գոնե main-ի մեջ, այս մի divից դուրս, գրում ենք p էլեմենտ, ու իր մեջ գրում ենք lorem, հա, որպեսզի երկար ֆայլ լինի ինքը, երկար տեքստ լինի ինքը։ Ուրեմն, իմ style.cat CSS-ում գալիս եմ ու գնում եմ ֆոնտերի բաժին։ Եթե ես ուզում եմ, ասենք այս ֆոնտը, օրինակ այս ֆոնտը, գնեմ իմ կոդերի մեջ ու իր հետ աշխատեմ։ Այս ֆոնտը։ Ծխում եմ իր վրա, գալիս է, իր ֆոնտերի մասին պատմող հատվածով ու աջ կողմում հնարավորություն է տալիս get font, հա, ստանալ ֆոնտը։ Երբ որ ես սխվում եմ, կոդն է բերում, բայց ինձ կոդը պետք չի, ես դովլանդ եմ անում, all-ը, ամբողջը քաշում եմ։ Քաշելուց հետո ինքը գալիս է zip, հա, ես այս zip-ի մեջից հանում եմ extract files, Ժորժ ջան, այս նույնը ռուսերեն ելնում է извлечь files, okay, հիմա not serif Armenian, հա, մտնում եմ իր մեջ, TFF ֆայլ պետք է լինի, ֆորմատը, TFF ֆայլն է, ես մեր TFF ֆայլը ես վերցնում եմ, լավ, եկեք copy անենք, copy եմ անում, գնում եմ իմ redactor-ի մեջ, սարքում եմ նոր թղթապանակ, folder, անունը դնում եմ fonts, ու այդ բանը, այդ իմ արդեն TFF ֆայլը դնում եմ ստեղ, Ctrl V, paste, Իրա օգտագործումը, ուրեմն իրա օգտագործումը ոնց եմ անում, գալիս եմ իմ CSS ֆայլ,
CSS file, body-ի ներքևում գրում եմ շնիկ font face, font family, ստեղ պիտի գրեմ անունը, ինչ ուզեմ կգրեմ, հա, կգրեմ բաղանոց, src URL, URL-ի մեջ տալիս եմ, տեսեք 2 կետ հելա, Հեսան, վրեժ ջան, ես մեկը նայեք, հետո արդեն դուք տանը կանեք, հա, վիդեոյով, ստեղ որ գրենք fonts, ուրեմն 2 կետ հելանք, էլի, ուրեմն մի հատ է, եթե գրեմ մի անգամից, fonts, image-ի մեջ հա հայտնվել ֆոնտը, գրում եմ font slash, դնում եմ ֆոնտը, ֆոնտը դնում եմ, երեխեք ջան, արդեն ֆոնտը ինտեգրել եմ մոտ, ու գալիս եմ, ստեղ ես ներքևում, գրում եմ վանդականիշ, այսինքն բոլորին վերաբերվի ես իմ ասածը, վանդականիշ, գրում եմ font family, տալիս եմ, անունը բաղանոց, Տեսեք իմ լորեմ իպսումը գրվավ համապատասխան font family-ի պես, չի կարող Երեխեք պարզ էր ֆոնտի տեղադրումը, ուրեմն քայլերի հերթականությունը նորից ցույց եմ տալիս, Google-ում գրում ենք Google Fonts, գալիս ենք, մտնում ենք առաջի լինքով, ամենավերևում կա Fonts բաժին, սխմում ենք, գալիս ենք, մեր ուզած ֆոնտը վերցնում ենք, Get font ենք անում, Dovland all, սխմում ենք, այս վերևում ինքը zip ֆորմատի ֆայլով քաշում է, տալիս ենք, վերելա zip-ը, աջ քլիկ ենք անում, հերթականությունը ասում եմ, extract files կամ ռուսերեն извлечь files, извлечь ենք անում, ինքը ասում է այդ թղթապանակով սարքեմ, ասում եմ OK, տեսեք, նույնը ներքևում գցում է BBH sans bartel noto serif armenia, մտնում եմ իրա մեջ, ուրեմն BBH-ը, էսյա իմ TTF-ի, ոնց որ FTT ֆայլը, հիմա նայենք, իրա TTF ֆայլն է, սա copy եմ անում, բերում եմ, իմ redactor-ի մեջ, ֆոնտերի մեջ, paste եմ անում, եթե սենց paste չանի, ուղղակի ֆոնտի վրա եմ սխմում, երեխեք ջան, Ctrl V եմ անում, ասում եմ paste անեմ, ասում եմ արա, ոնց չանես, ուրեմն, հետո գալիս եմ իմ style.css-ի մեջ, font family-ին դրել եմ, սրա URL-ի տեղը փոխում եմ, գրում եմ fonts-ի մեջի BBH sans bartel-ն եմ դնում, անում բաղանիս, սա բոլորին դա է վերաբերվելու, գնում եմ իմ բաղանիս, փոխում եմ, ֆոնտը փոխվավ ամբողջությամբ, համապատասխան ֆոնտն է արդեն վեկալում, երեխեք ջան, համապատասխան ֆոնտը, որը որ ուզում եմ, հիմա
մի հատ էլ եմ բան անում ու արդեն տնայինները ուղարկում եմ, որպեսզի տնայինի հետ կապված հարցեր չառաջանան, հիմա ես ձեզ կասեմ, թե ուրեմն ոնց անենք, որպեսզի ստանանք ոչ թե քառակուսի պատկեր, այլ եռանկյուն։ Օրինակ, վերև ուղղված եռանկյունի ոնց ենք անում, հա? Մի հատ դա էլ եմ բացատրում, որ տնայինի հետ կապված հարցեր չառաջանան ձեր մոտ։ Այս ֆոնտերի ներգրավումներ index HTML-ի հետ ընդհանրապես կապ չուներ, այս մեր P-ին էր վերաբերվում, ուրեմն եկեք սենց մի հատ բան անեմ, շատ կարճ։ Ուրեմն ունեմ մի հատ div, այս իմ div-ի class եմ տալիս, անունը դնում եմ 3 եռանկյունի, class-իս անունը դնում եմ եռանկյունի։ Այս իմ div-ն է։ Հիմա այդ ոչ մի աշխատանք ստեղ չունեմ, գնում եմ իմ ուրեմն էսի սենց պահեմ, մեկ էլ ես վերևի մասը, այս font base-ով դնում եք ֆոնտը, կցում եք style CSS-ի մեջ, font family-ն ինչ ուզում դնում եք, ես բաղանիս եմ դրել, src-ով իրան տալիս եք URL-ը, իմ ֆոնտերի մեջի, տեսեք պապկա ունեմ, ֆոնտս քաշե բերել եմ ստեղ, քայլերի հերթականությամբ վիդեոն որ նայեք, հանգիստ կարաք անեք այս ամեն ինչը, ու աստղանիշով տալիս եմ, որ իմ գրված բոլոր տեքստերը, բոլոր տեքստերին է վերցնում, եթե ես տամ pen, մենակ pen-ին կվերցնի, իսկ եթե ես տալիս եմ font family-ին բաղանիս վանդականիշի մեջ, ինքը վերցնում է աստղանիշի մեջ, ինքը վերցնում է բոլորին տալիս է համապատասխանաբար font family-ին։ Հիմա իմ աշխատանքը նրանում է կայանում, թե ես ոնց այս div-ից, հա, այս div-ից ստանամ եռանկյունի։ Եռանկյունի ստանալու համար style CSS-ում գալիս ենք, վերցնում եմ իմ class-ի անունը, style CSS-ում արդեն գրում եմ իր տեղական աշխատանքը։ Ուրեմն get գրում եմ width-ը երեխեք ջան, գրում ենք 0։ Height-ը գրում ենք 0։ Հետո գրում եմ border left, border left-ս 50 պիքսել, solid, transparent, թափանցիկ, Ctrl-C, Ctrl-V, ուրեմն, border right-ս, գրում եմ 50 պիքսել solid, transparent, նորից, border, որպեսզի իմ դեպի վերև ուղղված լինի, այսինքն մեր հիմնական իմացած եռանկյունին լինի, գրում եմ border bottom, ներքևից էնտակի շերտը ներքևից սկսի, դնում եմ մի 80 պիքսել, որպեսզի 80 պիքսելի չափով երկար լինի, solid, ու գույնը տալիս եմ, չգիտեմ, ինչ-որ green, հիմա որ գնամ իմ բրաուզեր, կստանամ եռանկյուն, եթե ես ուզում եմ, որ դեպի ներքև ուղղված լինի իմ եռանկյունին, երեխեք ջան, եթե ես ուզում եմ, որ իմ եռանկյունին դեպի ներքև ուղղված լինի, այսինքն այս սուր մասը լինի ներքևում, հակառակ եռանկյունի լինի, ես ինչ եմ փոխում, իրա border bottom-ը փոխում եմ border top-ով, ու համապատասխան border right, border left, ու բնականաբար այս բաներն էլ հա փոխվում, այսի left to right է դառնում, left, right, top, իսկ եթե ես ուզում եմ ձախ լինի, պետք է անեմ top, bottom
ու right։ Սա դեպի ձախ թեքված է կլինի։ Ու արդեն այտենց ըստ այդ լոգիկայի, որտեվ տնայինում եռանկյունի է լինելու, այդ եռանկյունին ստանալու ամենալավ տարբերակը սա է, երեխեք ջան։ Պարզեր էս ամեն ինչը, երեխեք, հարցեր կան։ Միլենա ջան, գիտեմ ձենս չի լսվե, բայց բանի մեջ, վիդեո դասի մեջ, հույսով եմ այս անգամ ձենով կլինի, հեսա ես էլ կհետևեմ, մի հատ հասկանանք ուղղակի այդ մի անգամն է խնդիրը եղել, թե մշտական բնույթ ա կրում, բայց չեմ կարծում, որ մշտական բնույթ կրի, ես մեկը նորմալ կընկնի, չգիտեմ անցած անգամ ինչի հետ կապված ա եղել։ Երեխեք ջան, այսքանն է դասը լինելու, տնային առաջադրանքները կուղարկեմ։ Լսվում ա հիմա Միլենա իմ ձայնը։ Լավ, չվիցե, մնացածի մոտ լսվում ա, չէ երեխեք ջան։ Էրիկ ջան, պարզեր ամեն ինչ, հարցեր կան։ Շատ լավ, դե տնային առաջադրանքը կուղարկեմ երեխեք ջան, կուղարկեք վաղը, մինչև դասը սկսվել է։ Այսքան է այսօրվա դասի հետ կապված։